Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ռուսաստանին ու Ռուսաստանի շահերին վնասել չկա, չի եղել ու չի լինելու մեր օրակարգում, դա բացառված է։ Որևէ մեկը չի կարողանալու մեզ ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ։ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով օրակարգում միշտ կարող են լինել լարումներ, տարբեր օրակարգեր, սակայն Հայաստանը Ռուսաստանի հետ խնդիրներ չի ստեղծելու։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վերաբերյալ մեր ռազմավարական պատկերացումները։ Մենք բոլոր տեղերում մեր բոլոր գործընկերների հետ կիսում ենք հետևյալ միտքը, որ Ռուսաստանին, Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա եւ չի լինելու մեր օրակարգում։ Դա բացառված է։ Որևէ մեկը մեզ չի կարողանալու, եթե նույնիսկ փորձի, մինչև հիմա փորձեր չեն արել, բայց որևէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ։ Եվ նաև մենք ռուսաստանցի մեր գործընկերներին ենք ասում ենք, գիտեք, մենք չենք կռվելու ձեզ հետ, մենք չենք վիճելու ձեզ հետ, մենք ձեզ հետ այսպես վիճաբանության լեզվակռվի մեջ չենք մտնում, որովհետև մենք գնահատում ենք այն հարաբերությունները, որը մենք ունենք։ Մենք 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել ենք այն բովանդակությունը, որը մենք նախորդիվ 5 տարիների ընթացքում առաջինն ու 5-ից մի քիչ առաջարկել ենք Ռուսաստանի Դաշնությանը։ Իհարկե, այնտեղ Թրամփի ուղի չկար, բայց մենք 5 բառ ենք ուզել ընդանել։ 5 բառ։ Այդ բառերն են եղել տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն։ Ադրբեջանը միջին միջանցք եւ թրիփ նախագծերի զարգացման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։ ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ Թրամփի ուղին պետք է միացնի Ադրբեջանի երկու հատվածներն ու նպաստի տնտեսական գործակցության զարգացմանը, ներառյալ փոխգործակցությունը բնական ռեսուրսների եւ կարևոր օգտակար հանածոների ոլորտում։ ԱՄՆ-ն նաեւ մտադիր է Ադրբեջանի նոր մոտորանավակներ մատակարարել երկրի ջրային տարածքների պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Նշենք, որ Վենսը Բաքու է մեկնել Հայաստանից, մեկնելուց առաջ նա լրագրողներին ասել է, որ պատրաստվում է հայ գերիների թեման քննարկել Ադրբեջանում։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը։ Այս մասին Ալիևի հետ հանդիպումից հետո հայտնել է ԱՄՆ փոխնախագահի մամուլի խոսնակը։ Նախագահ Ալիևը եւ փոխնախագահ Վենսը քննարկել են նախագահ Թրամփի Հայաստանում եւ Ադրբեջանում խաղաղություն հաստատելու նախաձեռնության հաջորդ քայլերը։ Նրանք կենտրոնացել են առևտրի եւ բարգավաճման տեխնոլոգիաների եւ դիվանագիտական կապերի վրա, ինչպես նաեւ վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպիսիք են բանտարկյալների ազատ արձակումը, ամերիկյան ներդրումները եւ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան, փոխանցել է փոխնախագահի խոսնակը։ Ամերիկյան կողմը սակայն չի մանրամասնել, ինչ արձագանք է եղել ադրբեջանական կողմից եւ կան արդյոք այս հարցով պայմանավորվածություններ։ Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում իր եզրափակիչ ելույթում ընդգծել է, որ սա դատական գործընթաց չէ, այլ դատաստան եւ իրական արդարադատության հնարավորություն չկա։ Նա կարդացել է միջնադարյան բանաստեղծություն եւ շեշտել, որ խաղաղություն հնարավոր է միայն երկու հավասար հարևանների առկայությամբ։ Վարդանյանը պնդել է, որ Արցախը եղել է, կա ու կլինի։ Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդման ուղղված նշանակալի քայլ է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ Այս այցի արդյունքները նախանշում են հետագա գործակցության հստակ ուղին եւ վերահաստատում մեր ընդհանուր հանձնառությունը նպաստելու կայունությանը, անվտանգությանն ու բարեկեցությանը Միացյալ Նահանգներում, Հարավային Կովկասում եւ այլուր, ասված է հաղորդագրության մեջ։ Հայաստանի կառավարությունը կարևորում է Հայաստանի եւ Իրանի միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացումը եւ խորացումը։ Մեր երկրները կխորացնեն բազմաբոլոր փոխգործակցությունը։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին եւ նախագահին իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առթիվ։ Թեհրանն ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն որոշումներ կայացնելիս հաշվի կառնեն իր դիրքորոշումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, պատասխանելով տարածաշրջան ԱՄՆ փոխնախագահի այցի մասին հարցին։
Իրանն իր դիրքորոշումը ժամանակին հասցնում է Հայաստանի եւ Ադրբեջանի ուշադրությանը, անկախ նրանից, թե ով եւ երբ է այցելում այդ երկրներ։ Մենք աջակցում ենք հարևան երկրների միջև կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն միևնույն ժամանակ անընդունելի ենք համարում ցանկացած նախաձեռնություն, որը կարող է վտանգել տարածաշրջանի սահմանները։ Նման նախաձեռնությունները չեն նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։ Երկու հարևան պետություններն էլ տեղյակ են այս հարցերի վերաբերյալ Իրանի մոտեցումների եւ մտահոգությունների մասին։ Մենք ակնկալում ենք, որ ցանկացած որոշում կայացնելիս այդ նկատառումները պատշաճ կերպով հաշվի կառնվեն։ Ռուսաստանը շահագրգռված է ինքնիշխան ուժեղ եւ ինքնաբավ Հայաստանի հարցում։ ԵԱՏՄ-ին անդամակցության տարիներին Հայաստանի հնան աճել է 2.5 անգամ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա ընդգծել է, որ աշխարհաքաղաքական բար պայմաններում հայ-ռուսական հարաբերությունները մտնում են նոր փուլ եւ անհրաժեշտ է երկարաժամկետ քաղաքական կամք համագործակցությունը պահպանելու եւ զարգացնելու համար։ Կոպիրկինի խոսքով Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրատնտեսական գործընկերը եւ էներգետիկ անվտանգության կարևոր երաշխավորը։ 27-ից 37 տարեկան Հայաստանի քաղաքացիները կկարողանան ազատվել քրեական պատասխանատվությունից կամավոր վերադառնալով հայրենիք եւ ընտրելով առաջարկված 5 տարբերակներից մեկը։ Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում համապատասխան փոփոխությունները ընդունվել են խորհրդարանի կողմից։ Առաջին տարբերակը թույլ է տալիս ծառայել 24 ամիս, երկրորդը 1 տարի 6 ամիս եւ բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ, երրորդը ծառայել կես տարի եւ վճարել 5 միլիոն դրամ, չորրորդը ծառայել 1 ամիս եւ վճարել 10 միլիոն դրամ, իսկ 5-րդ տարբերակը բյուջե վճարել 15 միլիոն դրամ եւ ընդհանրապես չծառայել։ Պաշտպանության նախարար Պապիկյանի խոսքով առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է լրացուցիչ նյութական խթան ստեղծել հատկապես 24-ից 25 տարեկան պայմանագրային զինծառայողների համար, խրախուսելով շարունակել ծառայությունը։ Այս մասին Սուրեն Պապիկյանը այսօր հայտնել է ազգային ժողովում։ Ծրագրով արդեն շուրջ 4000 ժամկետային զինծառայող անցել է պայմանագրային ծառայության։ Առաջարկվում է նաև առաջին 5-ամյա պայմանագրից հետո 2 կամ 5 տարով նոր պայմանագիր կնքած զինծառայողները պայմանագրի ավարտին ստանան պատվովճար, համապատասխանաբար 1.5 կամ 5 միլիոն դրամ։ Ներկայումս Պաշտպան հայրենիաթ ծրագրով շուրջ 4000-ից ավելի պարտադիր ժամկետային զինծառայողներ են անցել պայմանագրային զինվորական ծառայության եւ այս հոսքը ավելացման միտում ունի, որի կապակցությամբ առաջարկվում է Պաշտպան հայրենիաթ ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար եւս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն։ 2 տարվա դեպքում 1.5 միլիոն, 5 տարվա դեպքում 5 միլիոն դրամ։ Առաջարկվող կարգավորման նպատակն է լրացուցիչ նյութական մոտիվացիա ստեղծել հիմնականում 24-ից 25 տարեկան զինծառայողների համար, շարունակելու պայմանագրային զինվորական ծառայությունը, նրանց դիտարկելով որպես արհեստավարժ զինված ուժեր ունենալու կառավարության տեսլականի հիմնական կրողներ, որոնց փաստացի աշխատանքային գործունեությունը կապվում է զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հետ։ Ընդ որում, առաջարկվող կարգավորման առաջընթաց տեսլականը նաև այն է, որ արդեն իսկ երկրորդ պայմանագրից հետո առավելագույնը 30-ամյա տարիքում ունենալով մինչև 10 տարվա զինվորական ծառայության ստաժ, նշված զինծառայողների մեծամասնությունը կրկին կշարունակի զինվորական ծառայությունը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է ներկայացնել զինված ուժերում իրականացված բարեփոխումները։ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել ներկայացնելով զինված ուժերի պաշտպանական կառույցները ամրացված շրջանները։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ առողջության ապահովագրության շրջանակում որոշ ծառայությունների համար հնարավոր է կիրառվի հերթագրման համակարգ։ Նրա խոսքով առաջին ամսվա արդյունքները լավատեսական են եւ հերթերը հավանաբար երկար չեն լինի։ Նախարարը նշել է, որ քաղաքացիների դիմելիությունն աճում է, մարդիկ հասկացել են, որ ծառայությունները իսկապես հասանելի են։ Նրա համոզմամբ համակարգն ու հնարավոր ռիսկերը կառավարելի են եւ գործընթացը կշարունակվի սահուն կերպով։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոր կարգավորում է առաջարկում բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման գործընթացում։ Նախագծով հստակ տարանջատվում է շինարարության փուլում եւ շահագործման հանձնված շենքերի ջրամատակարարումը, մինչեւ ավարտական ակտի ստացումը կառուցապատողին կտրամադրվի միայն տեխնիկական նվազագույն ջրաքանակ, համաձայնեցված գրաֆիկով, լիարժեք եւ հաշվարկված ջրամատակարարումը կապահովվի միայն շահագործման թույլտվությունից հետո եւ այն դեպքում, եթե նոր համակարգը կառուցված լինի տեխնիկական պայմաններին համապատասխան։ Այսպիսով կառուցապատողները չեն կարողանա շենքը բնակեցնել առանց պատշաճ համակարգի եւ բավարար ջրի, սակայն չլուծված կմնա արդեն շահագործվող այն շենքերի խնդիրը, որոնց բնակիչները շարունակում են ջրի համար վճարել կառուցապատողին հաճախ առանց հաշվիչների եւ լրացուցիչ ծախսերի։ Նոր կարգավորմամբ ջրի ամբողջական ծավալի տրամադրումը պաշտոնապես շահկապվում է ավարտական ակտի հետ, քանի որ ավարտական ակտ ստանալու համար անհրաժեշտ է մատակարարի հաստատումը, կառուցապատողն այլևս չի կարողանա շենքը հանձնել բնակիչներին առանց պատշաճ համակարգի։ Նախագիծը սահմանում է, որ լիարժեք ջրաքանակ լինի միայն այն դեպքում, եթե նոր համակարգը կառուցված լինի տեխնիկական պայմաններին համապատասխան։ Կառավարության ծրագրով 2027 թվականից Հայաստանում կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը առևտրի եւ հանրային սննդի օբյեկտներում։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը հայտարարել է, որ արգելվելու են պոլիէթիլենային պարկերը մեկանգամյա օգտագործման սպասքը, բացի աղբի համար նախատեսված երկրորդային հումքից պատրաստված պարկերից։ Խախտումների դեպքում առաջին անգամ նախատեսվում է նախազգուշացում, իսկ երկրորդ եւ հաջորդ դեպքերի համար 100-ից 150 հազար դրամի տուգանք։ Պատգամավորները կարևորել են նախագծի ընդունումը։ Խոշոր քարաթափում Երևանի Միասնիկյան պողոտայում հսկա ժայռից բեկորներ են պոկվել եւ թափվել պողոտայի երթևեկերի հատվածում։ Ժայռի երկայնքով ցանց է տեղադրված, սակայն պոկված ժայռաբեկորներն այնքան մեծ են եղել, որ ցանցը պահել չի կարողացել։ Միասնիկյան պողոտայում առաջացել է մեքենաների երթևեկության խցանում։ Turkish Airlines ավիաընկերությունը մարտի 11-ից գործարկելու է չվերթեր դեպի Ստամբուլ։ Այս մասին հայտնել են Արմենիա միջազգային օդանավակայաններ փակbaşնետիրական ընկերությունից։ Ստամբուլ-Երևան Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10-ի, հունիսի 15-ից շաբաթական 14 չվերթի։ Վաղաշաբաթում խոզարկություններ են իրականացվել կան ձերբակալվածներ, գործը քննչական կոմիտեի տիրույթում է, հայտնել են քննչական կոմիտեից։ Ավելի վաղ վաղաշաբաթի ավականու հաղթանակ խմբակցության ղեկավարը գրել էր, որ բռնաճնշումներ են սկսվել վաղաշաբաթի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցությունը անցկացրել է համագումար, որտեղ Կարապետյանը միաձայն ընտրվել է նախագահ։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կլինի կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, կհայտարարվի վարչապետի թեկնածուն։ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի Քահանա Արթենյանը հայտնել է, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հրավերով փետրվարի 16-ից 19 եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոթլն քաղաքում, երկրից չբացակայելու արգելքի տակ գտնվող Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսի եւ արքեպիսկոպոսի հերավար մասնակցությունը խնդիր չի կարող առաջացնել իրավաչափության եւ ընդունված որոշումների վիճարկման հարցում։ Հիշեցնենք, ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ 2025-ի դեկտեմբերի 10-ից 12-ը պետք է հրավիրվեր եպիսկոպոսաց ժողով, սակայն դեկտեմբերի 12-ին Մայրաթորից հայտնել էին, որ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է։ Խաղաղությունը հաստատված է, Ադրբեջանի հետ կոնֆլիկտն էլ ավարտված, օգոստոսի 8-ից հետո տեղի ունեցած իրադարձություններն են դա ցույց տալիս, ըստ Նիկոլ Փաշինյանի։ Խնդիրներ իհարկե կան, ասում է վարչապետը։ Էլի եմ ասում, չի շանկում, որ բոլոր կոնֆլիկտի հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, բայց կոնֆլիկտը ավարտված է, ինչը կոնֆլիկտի հետ կապված խնդիրների լուծման շատ կարևոր նախադրյալ է ստեղծում։ Ապա շրջափակման անդրադառնալով Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանից Թուրքիա ամենակարճ երկաթուղային, իդեպ նաև ավտոմոբիլային երթուղին Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Ջաջուր, Գյումրի, Ախուրիկ ճանապարհն է։ Ու այդ համատեքստում գործնական չկա այնպիսի ճանապարհ կամ երկաթուղի, որի բացման կամ վերաբարձման հարցը չի քննարկվում։ Առավել եւս, եթե մենք ուրեմն հիմա ասեմ Ֆիալետովոյի հատվածում այնտեղ շատ կարճ միջակայք կա, եթե Իջևան Հրազդանի երկաթուղի ճյուղը միացնենք Վանաձոր Գյումրի երկաթուղի ճյուղին, կստացվի, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին, երկաթուղային եւ իդեպ ավտոմոբիլային նույնպես։ Ըստ Հայաստանի վարչապետի, հայկական բիզնեսը պետք է արձանագրի, որ Ադրբեջանով արտահանման երկաթուղային ուղին բաց է, բարձրագույն մակարդակով հավաստիացումներ կան։ Այստեղ ես ընդհանրում եմ խնդիրն այնա,
սովորությունները ընդհանրապես շատ դժվար է փոխել։ 40 տարի ավտոմեքենաներով արտահանումն է ըստ էության մեր ամբողջ լոգիստիկ տրամաբանությունը կառուցվել է այդպես եւ երևի որովհետեւ գնացքը պետքա բեռնվի, այսինքն գնացքը չի ընդհանրում մի վագոնով չենք կարող գնացք ունենալ, գնացքը ենթադրում է առնվազն մի որոշակի ծավալ եւ լոգիստիկ տրամաբանությունը մի քիչ պիտի վերադասավորվի։ Ինչ փուլում է TRIP-ի նախագիծը, կառավարության ղեկավարն ասում է, առաջիկա օրերին Հայաստանը Միացյալ Նահանգներին կփոխանցի, նախագծի հետ կապված դիտարկումները սկսվել են, նաև տեխնիկատնտեսական գնահատումը։ Հաջորդիվ նաև էներգետիկայի ոլորտում մենք, ինչպես արդեն ասվեց, կտեսնենք ինչպես ենք շարունակում մեր համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում։ Իսկ Հայաստանի նոր ատոմակայանի հարցը քննարկվում է միանգամից 4 երկրի հետ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Հարավային Կորեա եւ Չինաստան։ Նիկոլ Փաշինյանի վստահեցմամբ որոշում կկայացվի այն նախագծի օգտին, որն առավելագույնս համապատասխանում է Հայաստանի շահերին։ Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո եւս մի փուլ ենթադրվում է 10 տարով եւս հնարավոր կլինի երկարացնել մեծամորի ատոմակայանի գործունեությունը, այսինքն եղավ 2036 եւ 2046։ Այդ ընթացքում մենք պետք է կայացնենք որոշումներ։ Ի դեպ, ազգային ժողով կառավարություն հերթական հարց ու պատասխանը սկսվեց, ընթացավ ու ավարտվեց առանց ընդդիմադիրների։ Փետրվարի 10-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում Երևան-Մարգարավանաձոր տաշի ճանապարհին հարթավան քուչակ հատվածում բախվել են Օփելը ու Ջակ Բեռնատարը, օպերատիվ են գործել Ապարան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ 2 հոգի տեղափոխվել են Ապարան բժշկական կենտրոն, ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրանցից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Մահացածը վարորդներից մեկի մայրն է։ Վիրավորներին ի դեպ առաջին օգնության էին հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարար ծառայության Ապարանի շեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի եւ վիրավորի ինքնությունը։ Փետրվարի 11-ին Սպիտակի վարչական տարածքում բախվել են Օփելը եւ Mercedes Vito-ն, 6 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի շեջ փրկարարական ջոկատի փրկարարները, Սպիտակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Նրանք տեղափոխվել են Սպիտակ բժշկական կենտրոն, տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։ Փետրվարի 10-ին Արնո Բաբաջանյան փողոցի վերջնամասում հյուսիս-հարավ ճանապարհին դեռևս շահագործման չհանձնված հատվածում բախվել են 21-ամյա Էրիկի Mercedes-ն ու 25-ամյա Մերուժանի Nissan Tidan։ Վերջինս բախվել է բետոնե պատնեշին։ Վարորդները եւ 2 ուղևոր վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն։ Ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի պարեկներն են ժամանել։ Փետրվարի 10-ին արտակարգ վիճակ էր Դավիթ Բեկի պողոտայում հսկայական փոսերն իսկական պատուհաս են դարձել վարորդների համար։ 25-ից ավելի մեքենա հայտնվել էր փոսերում, ինչի հետևանքով կամ անվահեծաններն էին կոտրվել կամ անվադողերն էին վնասվել։ Երկուսը, հա։ Վարորդներին օգնության են հասել մի քանի շարժական վուլկանիզացիա շահագործող մասնագետներ ու ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Վերջիններս որպես ժամանակավոր լուծում 30-ից ավելի անվադող էին բերել, փոսերի մեջ են տեղադրել, որպեսզի վարորդները նկատեն դրանք ու զգուշանան, բայց օր առաջ փոսալցման անհրաժեշտություն կա։ Հարցի ժամանակավոր լուծում են առաջարկում ու իրականացնում բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի որ գումարտակներ, երկրորդ գումարտակի պարեկները, այս փոսերի մեջ տեղադրում են անվադողեր, թե որտեղից այս անվադողերը ճարեցին, դա այդքան էլ հետաքրքիր չի, բայց սա հարցի լուծում չի։ Հարգելի քաղաքապետարան, հարգելի պարոն Ավինյան,
Հիմա մարդիկ անվատ հողեր եմ դրել, բայց ես մելի։ Նույն պատկերն է նաև Դավթաշենի կամրջի վրա փոսերի պատճառով մոտ 8 մեքենա է վնասվել, կոտրվել են անվահեծաններն ու պայթել են անիվները։ Այս շարժական վուլկանիզացիայի աշխատակիցները արդեն այս նշված ավտոմեքենայի անվագողերը սարքել են, հիմա արդեն ինքը կշարժվի, բայց քամյա, բայց այնքան շատ է փոսերը մարդ չգիտի, որ փոսի թաքցնի։